Ինչա։ Աշտարակաթին ուր կեֆիրներից է։ Դե ուզում եմ ասեմ, զանգը տվեց արդեն, դասատուն հեսա ներս կմտնի, դու է դրա կեֆիր ու բուրգի ես ուտում։ Բա ինչ անեմ, սոված եմ։ Տղա ջան, էդ ինչ ես անում, դասը սկսվել է։ Կներեք ընկեր Հայրապետյան, ուղղակի վերջին ժամն ա շատ սոված եմ, էլ չեմ դիմանում։ Որ չուտեմ ամբողջ դասի ընթացքում ստամոքսս գոռալու ա դասը խանգարի։ Ինչ ասեմ, կեր։ Երեխեք ջան, ուրեմն ուշադիր լսեք։ Քանի որ վերջին ժամն է եւ բոլորս հոգնած ենք, ես հիմա մի քանի հարց կտամ, կպատասխանեք, կգնահատեմ ու բաց կթողնեմ մի քիչ շուտ կգնանք, լավ։ Դե ինչ, ով կարող է ասել այսօրվա թեման։ Ասա աղջիկս։ Մեր այսօրվա թեման ատոմի կառուցվածքն է։ Ապրեսանի, նստիր։ Սուրեն, կարող ես ասել ատոմի կառուցվածքն ինչ տեսք ունի։ Ինչ կառուցվածք ունի ատոմը։ Դե երկու ձեռք, երկու ոտք, քիթ մի քիչ մեծոտ, սև մազեր։ Տղա, ես ինչ ես խոսում։ Ընկեր Հայրապետյան, դուք չարսեցիք ինչ կառուցվածք ունի մեր դասանի ատոմը։ Ես է պատասխանում եմ։ Սուրեն, ես այս ատոմի մասին չեմ խոսում։ Հա, բայց ընկեր Հայրապետյան, մեր դասանում ուրիշ ատոմ չկա, մենակ ինքն է։ Լռիր ու նստիր։ Merci ընկեր Հայրապետյան։ Դու անուղելի ես։ Խաչիկ ջան, դու պատասխանիր։ Ինչ կառուցվածք ունի ատոմը։ Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից եւ մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը կառուցված է Ապրես տղաս։ Արմեն, դու շարունակիր։ Միջուկը կառուցված է 1 կամ 2 պրոտոններից եւ գրեթե նույն քանակով նեյտրոններից։ Ապրես Արմեն ջան։ Սուրեն ջան, հիմա հասկացար թե ինչ կառուցվածք ունի ատոմը։ Կարելի է։ Գարիկ, ես ինչ ա տեսքդ։ Կարելի է ընկեր Հայրապետյան։ Կարելի է ինչ լողանալ։ Ես ինչ ա տեսքդ, Գարիկ։ Կռիվ ես արել։ Կամ ինչ ես այս ժամին եկել դպրոց։ Կներեք էլ ընկեր Հայրապետյան։ Ուղղակի այսօր առավոտյան արթնացա, որ գամ դպրոց, դրսում անձև է գալիս։ Պապան ասեց արի մեքենայով տանեմ։ Ես էլ համաձայնվեցի։ Մաման էլ ասեց ես էլ ձեր հետ գամ։ Պապան էլ ասեց արի։ Տենց մեր համար հանգիստ նստեցինք մեքենան, պապան սկսեց քշելը։ Տենց մեր համար հանգիստ գալիս էինք։ Մեկ է Խաչմերուկի մյուս կողմից մի հատ կամազ։ Զամ։ Աշկերից դեմը սևացավ։ Հետո մի կերպ արթնացա տենամ ինչ։ Սաղ արուն լվիկ։ Շտապօգնություն ա եկել, ոստիկաններն են եկել, լիքը մարդիկ են հավաքված։ Հետո ինչ արեցիք։ Դե ինչ հետո, շտապօգնությունը բոլորին տարավ հիվանդանոց։ Սաղի վիճակը ծայրահեղ ծանր ա։ Տղա ջան, բա դու ինչի ես եկել դպրոց։ Դե եկել եմ զգուշացնեմ, որ այսօր դասի չեմ գալու։